Իսկ հիմա ես ուզում եմ խոսել եղանակի մասին։ Մեզ մոտ գիտեք մինչև 3 մասամբ կամ մասամբ այսօր ջերմաստիճանը իջերներ, մասամբ ցուրտ էր մեզ համար, որովհետև մենք սովոր չենք այդպես 40 Ֆարենհայթին, պատկերացրեք 6-7 սանտիգրադ ջերմությունը մեզ համար հիմա ցուրտ է, որտեղ սովորել ենք այդ մեղ եղանակ։ Իսկ վաղվանից եւ մի 2-3 օր շատ շոկ է լինելու այստեղ մասամբ, տաք է լինելու, շոկ է լինելու, ջերմաստիճանը լինելու է 27-28 սանտիգրադ, կարող է 30 սանտիգրադ շրջանում, բայց հետո նրանից հետո էլի մեղմ է լինում։ Իսկ արևելյան նահանգներում, հյուսիսային նահանգներում այս երկրի blizzard, այսպես փոթորիկ քամի ձյուն այնքան, որ Նյու Յորքի անգամ նահանգապետ ասում է տանը մնացեք։ Այսպես տեսնում եք, ինչ է տեղի ունենում, սա բոլոր north east, այսինքն հյուսիսային մասում, Շիկագոյում, այսպես պատկերացրեք 2 ժամ, 1 ժամվա մեջ 2 ինչ եթե ձյուն իջնի, այսպես տեսնում եք արևելյան նահանգները, Բաֆալո, Նյու Յորք եւ Երևանից այսօր եւ շարունակվելու այսպես դժվարացություն են ունենալու, դուք եթե ապրում եք այդտեղ ուշադիր եղեք, լսեք ձեր այդ տարածքի, տեսնում եք Կանադայից այսպես ցուրտ եղանակ իջնելու այստեղ Օմահա Նեբրասկայում օդանավակայանն է, որ լրիվ ձյուն է իջել, ասացի մի ժամվա մեջ 2 ինչ 5 սանտիմետր պատկերացրեք ձյուն իջնի։ Kansas City-ում օդանավակայանները որոշ են այնքան ուշ են 60 միլիոն ասել են, որ ուշադիր լինեն 125 միլիոն քամի պրոբլեմ են ունենալու խոշոր քամիներ, այսպես տեսնում եք, սա է տիրում բոլոր արևելյան նահանգներ, Վիսկոնսինից մինչև բոլոր այդպես նահանգները, եւ եթե դուք այդտեղ եք բնակվում, նկատի ունեցեք։ Բաֆալո, Նյու Յորք, քիչ առաջ նաեւ տեսակ, ձյունը իջել է շատ եւ ջերմաստիճանը այնտեղ 30-40 0-ից ցած է, 30-40 0-ից ցած, այսինքն 40 սանտիգրադ նայեցած շատ ցուրտ է, դրա համար պետք է ուշադիր լինել։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարի շարունակեմ ծրագիրը, այդ ժամանակ պետք է խոսեմ ինչ է տեղի ունենում Իրանում, իսկ ծրագիրը հովանավորում է Burbank Adult School-ն է հովանավորում ծրագիրը։ Սա չափահասների համար դպրոց է։ Դասավանդումները հենց սկսել են այսօրվանից։ Հիմա կարող եք գնալ 12 տարբեր դասավանդում է տեղի ունենում։ Ատամնաբուժի օգնական լինել, բժիշկի օգնական լինել, այսպես տեսնում եք բժշկական հարցերի օգնական լինելը, կոմպյուտեր սովորել, եթե կոմպյուտեր չգիտեք ինչպես օգտվեք, կարողանաք սովորել։ Եթե գիտեք, ուզում եք մասնագիտացված կոմպյուտերը օգտագործել եւ ուրիշ ասացի այդպես դասավանդումները տեղի ունենում, բոլորը անվճար չափահասների համար է, 18 տարեկան եւ ավելին, ավել տարեցը կարող է մասնակցի, գտնվում է Ալեն փողոց Բուրբանկում եւ նաեւ մի դպրոց, որ հենց Գլենոքսի վրա է Բուրբանկի, բայց դուք ավել լավ կլինի այն Ալեն փողոցը գնաք, այնտեղ հայ ուսուցիչներ կան, ինքը փոխտեսուչը հայ է, կարող եք խորհրդակցեք, բոլորը անվճար, գիրք պետք եղավ իրենք կտան եւ սա վճարում է Կալիֆոռնիայի նահանգը, սա սեփական դպրոցի Կալիֆոռնիայի նահանգի պատկանող դպրոցներից է, որտեղ իրենք բոլոր ծախսերը փակում են, մեծ առիթ է այստեղ սովորելու։ Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը, իրենք Կալիֆոռնիա փողոցի վրա է իրենց տեղատունը, Central Avenue Pharmacy։ Իսկ իրենց նոր կենտրոնը պիտի բաց անեն։
եթե տեղատուն բացանելը կառավարությունը պիտի կա եւ հաստատումներ անի, որոշ տեսնեն ամեն ինչը, սա լինելու է Sunland քաղաքում, բայց շուտով բացվելու է եւ բացվի բոլոր այդ կառավարական թղթերը իրավունքները որ վերցնեն, ես կասեմ, բայց շուտով պատահելու է, եթե դուք գտնվում եք այդ տարածքներում, հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգել։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն հովանավորում ծրագիրը, այստեղ տեսնում եք սա եթե դուք բնակվում եք միտեղ, վարձակալ եք դուք, մրջուն չպիտի լինի, պահարանը բացում եք միջատներ չպիտի լինի, մուկ չպիտի լինի, եթե կա, ձեզ պիտի հատուցում տան։ Դուք ոչինչ փաստաբանի չեք վճարում, եթե հաջողեց գումարը վերցրեց, հետո իրեն կվճարեք։ Շահին թուրն է հովանավորում ծրագիրը։ Դեպի Ժապոնիա կազմակերպված է թուր 10 օր, ընդամենը $3490, սա մեծ առիթ է, տոմսակ միայն գնեք Ժապոնիա գնաք եւ վերադառնաք այդքան գնեն։ Բոլոր ծախսերը վճարում են, հոթելի ծախսը, ուտելիք եւ տոմսակը օթանավին ներառված է այստեղ։ Զանգարեք ձեր տեղերը ապահովեք, քանի առիթը կա, կվերադառնա։ 1979 թվին Իրանում հեղափոխություն տեղի ունեցավ, տապալվեց Իրանի ռեժիմը եւ Խոմեյնին Ֆրանսիայից իրեն բերին եւ դարձավ երկրի ղեկավարը։ Փոփոխություններ շատ եղավ, Խոմեյնին մահացավ 1989 թվին, իր տեղը նշանակեց մեկ անձնավորություն, որը Խամենեի, Այաթոլլահ Խամենեի կղերականն էր, նա նշանակվեց որպես երկրի ընդհանուր ղեկավարը։ Իհարկե երկիրը այնպես է նախարար են ընտրում, ներկայացնի տան անդամ են ընտրում, բայց երկրի ղեկավարը Խամենեին տերն է, երկրի ինչպես որ կուզի կարող է մենատերություն է այդտեղ կատարում։ Այդ ժամանակվանից հետո, Խոմեյնիի մահվանից հետո, երբ որ Խամենեին եկավ, տարբեր տարիներում այսպես բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որից ամենակարևորը նախքան այս անգամ իհարկե 2022 թվին էր, ինչ որ բողոքի խոշոր ցույցեր տեղի ունեցան եւ մեկ երիտասարդ աղջիկ այդ ժամանակ մահացավ, երբ որ դուրս էր եկել բողոքի ցույցեր կազմակերպել էին եւ Մահսա Ամինի անունով եւ դրանից հետո միշտ փոքր բողոքներ եղել են, բայց այսպես բողոք տեղի չունեցել, արդեն երրորդ շաբաթն է, որ այս խռովությունները տեղի ունենում երկրում, մասամբ 100-ից ավել քաղաքներում, այսինքն միայն Թեհրանի չի, որ դուրս են եկել բողոքելու, այսպես տեսնում եք հիմա, սա Թեհրանում է եւ Այաթոլլահ Խամենեին եք տեսնում 86 տարեկան եւ ասում է, եթե ժողովուրդ տեսնում եք իր կողմնակիցների առջև այդտեղ տեսնում եք իրեն, ասում է, եթե տուն չվերադառնան, ավել խիստ պատժամիջոցներ է լինում։ Նախագահ Թրամփը այս վերաբերյալ ասել է, եթե ժողովրդի վրա հարձակվեն, մենք նաև կանդրադառնանք Իսրայելը եւ Ամերիկան պատժամիջոցներ ունեն կամ կռմբակոծեն, այսպես արտահայտություններ է անում նախագահը ասելով, որ դուրս չկան նման, այսինքն կառավարությունը ժողովրդի վրա չկրակի, քանի որ ժողովրդի վրա կրակում է նաև, որովհետև արդեն Խամենեին ասել է տուն վերադարձեք, եթե ոչ, զինվորականները ձեզ ձերբակալելու են, պատժելու են եւ այսպես եւ կրակում են ժողովրդի վրա։ Իհարկե այս հեղափոխական զինվորականներ այնտեղ կա նորմալ զինվորականները փոլիսը եւ հեղափոխության ոստիկանությունը կա կամ զինվորականները կան 17 հոգին մահացել են նրանք, իսկ ընդհանուր ասում եմ որ 700 հոգի մարդ է մահացել։ Հիմա սա Անգլիայում տեղի ունեցող
խմբակցություն կա, որ նա է ասում։ Իրանի կառավարությունը ինքը չի ասել քանի հոգի լինելու են։ Նախագահ Թրամփը նաև ասել է, որ իրեն հետ կապվել են եւ ասել են, որ ուզում են, այսինքն Իրանի ղեկավարությունը ուզում է բանակցի Թրամփի հետ։ Հիմա ինչ նյութի համար արդյոք որով նախագահ Թրամփը ասում է, էլի կգանք տրմբակոծենք, եթե ժողովրդին ճնշումի տակ դնենք։ Բայց ամենայն դեպս նախագահը ասաց, որ այն երկրները, որ բիզնես են անում Իրանի հետ, եթե Ամերիկայի բիզնես պիտի անեն 25% թերիվ հարկ են պահանջելու որևէ երկիր, որ իրենց հետ բիզնես անի, ուրեմն եթե ապրանք գրգի Ամերիկա, եթե Ամերիկայի բիզնես ունի, այդպես թերիվ է համար նկատի առնելու։ Այստեղ նաև եթե շարունակենք տեսյան նյութը կտեսնեք այսպես այստեղ Լոս Անջելեսում եւ ուրիշ քաղաքներում մեկ վանով մեկ անձնավորություն, որը պարկանում է այսպես գնում է, բայց ուշադիր է, որ ժողովրդին չտիպչի, բայց ամենայն դեպս 3 հոգի կպնում են այս յուհալի վանին եւ այդ անձին կանգնեցնում են իրեն մեքենայից հանում են, որ ինքը դեմ էր այս կառավարության դեմ, տեսնում եք ապակին կոտրերն են այդ վարձու յուհալն է, այս անձնավորությունն է, բայց իհարկե այս անձը կարող էր քշել իրենց վրա տասնյակ մարդու մահվան պատճառ լիներ։ Թվում է, որ այդ նպատակը չէր, մենակ բարկացած էր, ուզում էր խանգարեր 3 հոգի, ասացի, վիրավորվում են, որ իրենց առաջարկում է ոստիկանությունը տանեն հիվանդանոց տանեն, իրենք ասում են, չէ, մենք կգնանք, այսինքն այդպես խոշոր պրոբլեմ երևի իրենց համար չէր եղել։ Իսկ նաև թագաժառանգը, այսպես Ռեզա Փահլավի, որը պատանի էր, երբ որ 1979 թվականին պատանի էր, ռեժիմը տապալվեց, իր ծնողների հետ երկրից դուրս եկան, ինքը Ամերիկայում է ապրում, Ռեզա Փահլավին, եւ նախապես ասում էր ինքը չի վերադառնա, բայց հիմա ասում է ինքը կվերադառնա, բայց ժողովուրդը ինչ որ ասեն նա այդպես կանի։ Երևի ասեն է, որ կարող է թակարություն չլինի, ես նախագահ դառնամ, որ նրանից հետո նախագահական ընտրություններ լինի, հետո ինձանից հետո ուրիշները ընտրվեն։ Տեսնում եք Իրան քիչ առաջ այստեղ 60 քանի տարեկան է հիմա, մոտավորապես 65-6 տարեկան անձնավորություն է Ռեզա Փահլավին, այստեղ իրեն տեսնում եք նորից, ինքը ցանկություն էր հայտնել, որ Թրամփին հանդիպի, բայց նախագահ Թրամփը ասել է, որ հարկավոր չի առայժմ, որովհետև թվում է, որ իրենք մտածում են անցյալ անգամների նման, եթե այս խռովությունները կոնտրոլի տակ բերի Իրանը, դեռ հարկավոր չի լինի երևի իրեն հանդիպելու, այսինքն Ռեզա թագաժառանգին հանդիպելու։ Հիմա ոմանք իհարկե մտահոգ են, որովհետև 17 տարեկանից Պարսկաստանից դուրս ապրել է, որևէ փորձառություն չունի երկիր ղեկավարելու կամ այդ սիստեմի մեջ լինելու, որովհետև այստեղ է ապրել այդքան տարիներ, նաև մարդիկ կան, որ ցանկություն ունեն, որ անպայման այդ ռեժիմը տապալվի, բայց արդյոք ինքը հարմար անձնավորություն է, այսքան երկար տարիներ երկրից դուրս ապրելով, տեղեկությունները ավել հեռավորությունից ունեցող, ինքը պատանի եղել, այսպես մտահոգություններ նաև կա այստեղ։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը, այդ ժամանակ պետք է խոսեմ Մարկ Քելի սենատորի մասին, ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան հովանավորում են ծրագիրը։ Երկուսն էլ ատամնաբույժներ են, իրենց ատամնաբուժարանը գտնվում է 372 East Olive փողոց եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում այս ատամնաբուժարանը։ Իսկ նաեւ եթե Լինդի հետ, Ադամի հետ պրոբլեմ ունեք, արյունոսություն կա, ցավեր ունեք, ուզում եք պրոթեզ տեղադրեք, ատամնաշար ունենաք, նոր ատամնաշարներ կամ որևէ ատամին վերաբերող
այս հեռախոսահամարն է զանգարեք։ Ծրագիրը հովանավորում է Երևան Post հովանավորում է ծրագիրը։ Երևան Post գտնվում է Granada Hills քաղաքում։ Հարևան քաղաքներից նաև եթե ծանրություն եք այդտեղ կարող եք տանել Granada Hills-ի հարակից Sherman Oaks այդ տարածքները որտեղ որ ապրում եք Երևան Post կարող եք ձեր ծանրոցը անձնեք իրենց եւ գումար եթե պիտի փոխանցեք Հայաստան ռեկլամը կտեսնեք այդտեղ հավելյալ տեղեկությունների համար Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը եթե 3 սրահներ ունեն հարսանյաց կնունք նշանտրեք կարող եք կատարել այդտեղ եւ նաեւ ամեն օրյա ճաշ են առաջարկում 5 հոգու համար կամ 10 հոգու համար զանգարեք կվերադառնա Ամերիկայի տիեզերագնացներից երկու եղբայրներ Քելի անունով լուսին են բարձրացել ուրիշ թռիչքներ են եղել նախապես իհարկե այս անձնավորությունը կապիտան է եղել Ամերիկայի ծովուժում որտեղ այնտեղ օդաչու էր եւ սովորաբար Air Force օդուժի կամ ծովուժի այդ օդաչուներն են լինում որ տիեզերը գնաց են դառնում որովհետեւ իրենք փորձառություն ավելի շատ ունեն պետք է ղեկավարեն ուրեմն այդ տիեզերանավը այսպես է լինում այս Մարկ Քելին հետո Արիզոնա նահանգից իր տեխնատությունը դրեց որպես սենետրի աթոռի համար եւ ընտրվեց իր երկրորդ նստաշրջանն է հիմա որ այնտեղ է այս Մարկ Քելին եւ մի խումբ ներկայացնի տան անդամներ վիդեո պատրաստեցին որ այդ վիդեոյի մեջ ասում էին բոլոր մեր խոսքը ուղղում ենք բոլոր զինվորականներին որ եթե ձեզանից պահանջում են մի բանը որ օրենքի սահմանում չի բայց ձեզանից պահանջում են դուք զինվորական եք քո ղեկավար զինվորականը չի կարող անօրինական բան ձեզանից պահանջի հիմա այստեղ տեսնում եք այդ արտահայտություն արեց վիդեո արին մի խումբով հիմա Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը այստեղ տեսնում եք ասում է Հեքսետ անունով ասում է որ պետք է իրեն տատի տանք որովհետև խրախուսում է որ դեմ կանգնեն իրենց հրամանատարներին այստեղ տեսնում եք այդ վիդեոն է սրանք ներկայացնի տան անդամներ են որ թվով 5-ը եւ այդ սենեթերը այս վիդեոն պատրաստեն էին որ դուք կարող եք հերքեք եթե refuse տեսակ քիչ առաջ որ իրենց հրամանը կատարեք որտեվ միայն օրինական հարցն է որ զինվորականը պետք է կատարի հիմա ուզում են իրեն այդ ինչ որ կապիտանի հիմա retired է հանգստի կոչված է աշխատավարձ է ստանում եւ այլն իրեն այդ աստիճանը իջեցնեն պատժեն իրեն ինքը հիմա դրա պատճառով տատ է բացարել պաշտպանության նախարարության դեմ որ այս երկիրը ազատ արտահայտվելու երկիրն է իր տատի մեջ ասում է եւ նկատի առնելով ինչ որ ինքը եւ այդ 5 ներկայացնի տան անդամները իհարկե սրանք դեմոկրատներ են ասեն են այդ վիդեոյի մեջ ինչ որ ամեն լրատվական միջոցներ եւ այլն եւ ես այստեղ ցուցադրել եմ անցյալում ասում է այս տատը դրա համար է որ այդ ինչ որ ուզում է կատարվի անօրինական է արտահայտությունը անօրինական է որ ինքը պիտի պատժվի եթե ինքը բարձրացնում է այն հարցը որ օրինական է հիմա տեսնենք սա ինչպես կձևավորվի ես ուզում եմ նաև խոսել Ջերոմ Փավելի մասին Ջերոմ Փավելը այս երկրի Central Bank-ի կենտրոնական բանկի նախարարն է կամ Federal Reserve Board-ի նախարարն է Federal Reserve Board-ը այն կենտրոնն է որ որոշում է օրինակ տոկոսները հիմա Federal Reserve Board-ը երբ որ օրինակ այս երկրում բիզնեսները շատ աշխուժացել էին որ մի շատ աշխուժանում է
inflation է լինում, թանկություն է գալիս, տեսակ հիմա նախագահ Թրամփի վերջին տարիներում Օբամայի, այսինքն Բայդենի ժամանակ ամեն ինչը խիստ թանկացավ, դա լիներ ուտելիքից սկսյալ մինչև ամեն ինչը թանկացել էր։ Ուրեմն կենտրոնական բանկը տոկոսները տարավ վերև, որպեսզի այդպես այսինքն թանկությունը, inflation-ը կանխեն։ Հիմա նախագահ Թրամփը, երբ որ ընտրվել է, առաջին օրվանից ինքն էր նշանակել իրեն 2017 թվին, նախագահ Թրամփն էր նշանակել, բայց Բայդենը երբ ընտրվեց, իրեն թողեց, որ իր տեղում մնա, որտեղ 4 տարվա համար են, երբ ինքը նորից պիտի ընտրվեր, Բայդենն էր նախագահ, բայց Բայդենը ասաց ինքը չի տեսնում պատճառ, որտեղ երբ որ կենտրոնական բանկի նախագահին փոխում են, երկրի տնտեսության վրա ազդում է, այսինքն աշխատում են միշտ անձը կոնե 8 տարին մնա այդտեղ չփոխեն, որպեսզի ամեն ինչը խաղաղ գնա այդ տնտեսական ասպարեզում կամ ոլորտում խաղաղ մնա։ Նախագահը ասաց ես ուզում եմ իրեն անեմ, բայց հետո իրեն հիշեցրին, որ նախագահի իրավունքի մեջ չի, որ կենտրոնական բանկի ղեկավարին հանել այդ ինքը մինչև մայիս այնտեղ պիտի լինի որպես ղեկավար, բայց կարող է այդ բորդի մեջ մնա 7 հոգանոց բորդի մեջ մինչև 2028, հիմա կմնա կամ կհրաժարվի, հայտնի չի։ Ամենայն դեպս նախագահը ցույց է տվել մայիսին 2025 թվին էր, որ ասաց, որ ինքը պիտի տատի տրվի այն ժամանակ, հիմա իհարկե ասում է ես չեմ, որ տատի եմ ուզում իրեն տալ, այսպես ասում է ես իրեն մասին չեմ էլ մտածում հիմա, ասում է նախագահը լրագրողներին է ասել, բայց եմ այնպես ուզում են իրեն տատի տան, պատճառը տատի այս է, որ մեկ Federal Reserve Board-ը, կենտրոնական բանկը իր շենքը տարիներ այստեղ տեսնում եք, նախագահը ասել ես պիտի կամ տեսնեմ այս շենքը, որ դու 2.7 բիլիոն ծախսն է Federal Reserve Board-ը պատմական շենք է, այս պատմական շենքերի ամեն աշխատանքը տարինակ շատ թանկ է լինում, ասացի Բայդենն էր նաև իրեն նշանակել, հիմա դեկտեմբերի 29-ին նորից հարց բարձրացրեց, որ պետք է ինքը գնա, ինքը այդտեղ անուշադիր է եղել, տեսնում եք Թրամփի հետ է նոյեմբերին 2017-ին իրեն նշանակել էր նախագահ Թրամփը։ Ասում եմ անուշադիր է եղել եւ երբ որ գնում է իր հետ գնում է կենտրոնական բանկի շենքի մեջ, ասում է 3.1 բիլիոն ծախսեն են, ինքը ես այդ ժամանակ ցուցադրել եմ ձեզ, այս կենտրոնական բանկի ղեկավարը գլուխը թափ է տալիս, որ ճիշտ չի, նախագահը իր գրպանից մի թուղթ է անում ծախսերի, տալիս է իրեն, ասում է տես 3.1 բիլիոն, թվում է այս կենտրոնական բանկի ղեկավարը շատ, այսպես անգլերեն ասում են անթափավիտ էր, շատ ուշադիր էր, նայեց ասաց սա որ կրենեք այս շենքինը չի մենակ, սա որ ցույց է տալիս, մյուս շենքը կա, որ մի քանի տարի առաջ աշխատանքը վերջացել է, բայց դուք այստեղ ավելացրել է, ով որ քեզ այս հաշվետվությունը տվել է, շատ բոլորը այդ տեսակետից ասացին ինչքան ուշադիր եւ գիտի ինչ է խոսում, ամենայն դեպս հիմա առաջի անգամ լինելով 3 գիշեր էր, որ ինքը դուրս եկավ եւ ասաց, որ մենք պետք է տատի են տալիս ինձ եւ կենտրոնական բանկի այդ աշխատանքը եւ մենք հետևելու ենք այդ տատին, որ անտեղի տեղի ունենում պատճառ չկա այս դատը պատահելու, որովհետեւ պետք է փաստաբան վարդեն մեծ հարյուրավոր հազարավոր դոլար ծախսի է նայելու այս, բայց եւ այնպես մեղադրումին, որ երբ որ ներկայացնի տան մեջ իրեն հարցեր են տվել, այնտեղ նաև ճիշտ չի արտահայտվել, որը ինքը հերքում է եւ
այսինքն մի ծեր չի որ մի շահագործում է արել եւ այլն, բոլորն ասում են սա մենակ political քաղաքական հարց է, որ ինչպես անեն իրեն ճնշում բանացնեն, որ ինքը հրաժարվի, թե ոչ մի թվում է որ մի բան չկա, որ կարողանան հետևեն եւ մեղավոր հանեն այս մարդուն, որտեղ տարիներ աշխատել է, նախապես նաև կենտրոնական բանկում աշխատել է, հետո է որ աստիճանաբար բարձրացել է եւ հետո Թրամփը նշանակել էր կենտրոնական բանկի ղեկավարը, Federal Reserve Board-ի նախագահը եւ Բայդենն էլ նույնպես իրեն նշանակել էր։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից Մինեապոլիսի մասին պիտի խոսեմ, որ Պոլիսը սպանել էր մեկ 37 տարեկան կնոջը, այդ մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը, Highland եւ Glenox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում Primate Pharmacy, հեռախոս շատ հեշտ է 818 000 Եթե տեղերի կարիք ունեք, կարող եք գնալ այնտեղ վերցնել կամ զանգահարեք իրեն կբերեն ձեր տանը կբերեն այս տեղատունը այդպես ծառայություն ունի, առաքման ծառայություն ունի։ Չոփրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Չոփրյանները 3-ն էլ փաստաբաններ են, եթե accident եք ունենում, ավտովթար եք ունենում, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգարելով 818 244 47 47 հեռախոսահամարին։ Ծրագիրը հովանավորում է Jura Transportation-ն է հովանավորում։ Այս Cadillac-ով ուր որ ուզում եք կարող եք զանգարեք այս երկու հեռախոսային, պարոն Ժորան ձեզ կտանի ուր որ ցանկություն ունեք, օդանավակայան պետք է գնաք, պետք է գնաք միտեղ առևտուր անեք, եթե պետք է գնաք ձեր ազգականի տուն, պետք է գնաք Սան Ֆրանցիսկո գնաք, Սան Դիեգո պիտի գնաք ընտանիքով, 7 հոգանոց մեքենա է, իր հետ խոսեք ամենահարմար գնով այդ աշխատանք ձեզ համար կանի 2026-ի այդ երկար extended escalade-ն է, որ այստեղ տեսնում եք։ Ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը ալերգիայի եւ ասմայի allergy ասմայի մասնագետ է 30 տարի աշխատում է Գլենդելում, Գլենոքս փողոցի վրա է գտնվում ժամադրության կարիքը կա, եթե ուզում եք հանդիպեք, այստեղ զանգարեք։ Ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping-ը երկու կենտրոններ ունի, գտնվում է այստեղ տեսնում եք East Palmer եւ Adams փողոցի հատման կետում Գլենդելում, Նորթ Հոլիվուդում, Lancashire փողոց։ Գումար պիտի փոխանցեք երկու, այսինքն ծանոց պիտի օդանավով փոխանցեք Հայաստան, ղրգեք Հայաստան $2.99 է, դրան պիտի փոխանցեք 1%-ով են կատարում։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը, Hollywood Piano-ն Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է։ Եվ 1928 թվականից այս աշխատանքով են զբաղվում ընտանիքի անդամները, անպայման այցելեք որևէ տեսակ դաշնամուր $1,000-ից $500,000 մինչև $500,000 դաշնամուր կգտնեք այստեղ կվերադառնա։ Բողոքի ցույցեր են տեղի ունենում մասամբ Ամերիկայի ամեն տարածքում, որտեղ այս հարցը ինչ որ սկսվել էր անօրինականների նախագահի ցանկությունն որ այս երկրից վտարի եւ այդպես կատարվում է աշխատանք կատարվում է, բայց այս ոստիկանները ինչ որ immigration-ի ոստիկանությունն են, երբ որ իրենք այդ փորձառությունը չունեն, որ գնան փողոցները, տարածքները ձերբակալելու, այսպես իրենց փորձառությունը նման աշխատանքի քիչ է։ Ուրիշ տեղերից նաև National Guard եւ ուրիշ բերեն են եւ երբեմն խնդիրներ է լինում։ Այդ խնդիրներից մեկը սա է, որ 37 տարեկան Միկին իր մեքենայով գնում է, խանգարում է այդ Պոլիսի մեքենաները ինչ որ գալիս էին
Եվ այդ կինը երբ որ ուզում էր գնար, իր վրա կրակ են բացանում, այդ ոստիկանը ասում է, որ նկարներ իհարկե կառավարությունը ցույց էր տալիս, սա այդ կինն է, տեսնում եք ուրախ եկել է ոստիկանների հետ է խոսում, այստեղ տեսնում եք իր հանդա պասպորտը խոսում է, հետո գնում է ոստիկանն ասում է, որ իրեն այսինքն տեսնում եք այդտեղ ինքը առաջը չի մեքենայի, բայց մեկ նայեք, տեսեք այն ոստիկան որ կրակում է ամենահեռավորության մեքենայի կողքին էր, նախագահը այդպես է ասում, իր վարչակազմը այդպես էր ասում, որ քշում էր ոստիկանի վրա, քանի որ երբ որ New York Times թերթը մանրամաս հանում է, տեսնում եք այստեղ ոստիկանը չպիտի անկախ ինչ է ծեծի այսպես, սա է որ Մինեսոտայում այդտեղ որ այդ կինը մացել է, սա քաղաքապետն է, քաղաքի ասում մենք չենք ուզում այս ոստիկաններին հանեք այստեղից, նահանգապետը նաև պահանջել է, Մինեսոտայի նահանգապետը պահանջել է, որ հեռացնեն ոստիկանությանը իրենց տարածքից, բայց Federal government-ը իրավունք ունի։ Հիմա այս ոստիկանի մասին ես քիչ հետո պիտի խոսեմ, տեսնում եք այդ կինն է, որ մասամբ խանգարիչ աշխատանք արավ եւ գնաց։ Բայց այդ ոստիկանը իր վրա կրակ էր բացարել մեկ անձնավորություն, ես Կիրակի օր 3 ցույց էի տալիս ես, մեկ բժիշկ ասում է, որ օգնի այդ կնոջը, ոստիկանությունը թույլ չեն տալիս մոտենա այդ բժիշկը կնոջ օգնելու։ Մինչև գալիս ստանում են, մահանում է այդ կինը։ Այսպես տեսնում եք, ամեն քաղաքում բողոքներ կա, մարդիկ հիմա աշխատում են, դեմ են դուրս գալիս, իրենց հետ վիճաբանում են, ոստիկանության հետ են վիճաբանում, նորից այս կնոջն եք տեսնում, եւ ոստիկանը ինչ որ կրակել էր վրան այդ ծախում տեսնում եք, հետո նորից ուզում բացատրել, երբ որ թերթը մանրամասը տնում նայում է, տեսնում է ոստիկանը մեքենայի առջև չի եղել։ Եթե առաջից վիդեոն նայում եք, թվում է որ ոստիկան մեքենայի առաջ է, բայց ոստիկան մեքենայի առաջ չի եղել, դրա համար ասում են ոմանք, որ նահանգում Federal government-ը նախագահի իրավունքին է որևէ անձի կարող է ներում տա, անգամ մարդ սպանած լինի անձը, անգամ ոճրագործություն արած լինի անձը, կարող է ներում տա նախագահ, բայց եթե նահանգում պետք է դատի տրվի, նախագահը այնտեղ լիազոր չի որևէ, նահանգապետը կարող է բան, որ ինչքը այս նահանգի նահանգապետ նաև բողոք ունի։ Իսկ ընդհանուր այս հարցը միծև չի պատահել անցյալում, հիմա եթե դատ բացանեն ինչպես կձևավորվի, դա ապագայում պիտի տեսնել, որ նահանգը արդյոք կարող այս ոստիկանին սպանության համար, որը անտեղի են համարում, որ պատճառ չկար, որ սպաներ, որովհետև անձը հեռանում էր, չէր գալիս դեպի իրեն, եւ ընդհանուր Լոս Անջելեսի ոստիկանությունը այդպես օրենք ունի, ուրիշ քաղաքներ ունեն, որ անցնող մեքենայի վրա չպիտի կրակել, որովհետև եթե գնացող, անգամ եթե ոճրագործողը փախչում է, իրեն հետևում են, չեն կրակում իր վրա, միթե ուրիշ խնդիրներ լինի, որովհետև երբ որ կրակես այդ գնացող մեքենայի վրա, եթե վիրավորվի մահանա այդ վարորդը, այդ մեքենան ինքը կարող է տասնյակ մարդու մահվան կամ դժվարության պատճառը դառնա։ Դրա համար է որ բոլոր քաղաքները մասամբ, օրինակ Նյու Յորք առաջին քաղաքն էր, որ արգելեց, Նյու Յորք ամենամեծ ոստիկանություն ունի, 35,000 ոստիկան է աշխատում Նյու Յորքի ոստիկանության համար։ Լոս Անջելեսի քաղաքը օրինակ լրիվ աշխատողները 16-7000 հոգի են, 10,000-ից քիչ ոստիկան ունի, այնտեղ տեսեք ինչքան մեծ է այնտեղ։ Առաջի քաղաքները ամենայն դեպս որ արգելեցին իրենց ոստիկաններին, որ հեռացող մեքենայի վրա կրակեն, եւ ասացի Լոս Անջելեսն էլ այնպես է, ուրիշ քաղաքներ նաեւ այդպես են, եւ ահա սրանք այդ ինչ որ կրակել էին հիմա ապագայում եթե տատ բացվի
պիտի դատավորը որոշի, որ որն է պատիժ կա, թե չկա այդ ոստիկանի համար։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, մեկ անձնավորության մասին խոսեմ, որ գնում է Սենեգալ եւ հրդեհում է Սենեգալը հրեական աղոթատեղին, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը։ Աչքի վիրահատող մասնագետ է դոկտոր Թավանսին, որևէ հարց ունեք աչքի հետ, ջուր է հոսում, ցավ ունեք, ագնոց պիտի փոխել ձեր ագնոցը կամ ագնոցի կարիք ունեք, լենզ պիտի տեղադրեք, սա վիրահատող բժիշկ է, բոլոր դրանք կարող է կատարել։ Orange County-ում իրեն նոր անցյալ տարեվերջին բաց արեց իր կենտրոնը նաև Orange County-ում, եթե Orange County-ում բնակվում եք, զանգարեք ռեկլամի մեջ կտեսնեք հեռախոսը կամ այստեղ զանգարեք այն Orange County գրասենյակի հեռախոսը ուզեք։ Ծրագիրը հովանավորում է Ռաֆիս Մարքեթն է հովանավորում։ Եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, իրենք պատրաստի ճաշ ունեն, նաև նպարատուն է, պանիր, կարակ, հաց, եթե պիտի գնեք այցելեք։ Court Furniture-ն է հովանավորում ծրագիրը։ Court Furniture-ը Ամերիկայի ամենախոշոր ֆուրնիչերի խանութներից է։ Բիլիոնատերի է պատկանում, որ իր ամենափոքրիկ բիզնեսը Court Furniture-ն է, որ 100-ից ավել խանութ ունի Ամերիկայում։ Գլենդելում 339 North Central եւ Մրթելի ատմանկետում, Orange County-ում 7 եւ 405 freeway, 91 freeway մոտ նաեւ Santa Ana-ում խանութներ ունեն եւ New York, Boston, որ ապրում եք զանգարեք ամենամուտիկ Court Furniture տեսնեք որտեղ է։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, Անդրե Ղարիբյան ձեզ է առաջարկում, եթե հրդեհ տեղ ունեցել ձեր տանը կամ բիզնեսում զանգարեք եւ նաեւ bankruptcy եթե պիտի ֆայլանեք կամ accident եք ունենում, սա հեռախոսը համարն է։ Hugo Shipping հովանավորում է Հոլիվուդում է գտնվում, հայկական Հոլիվուդը, Լոս Անջելես քաղաքում, այստեղ տեսնում եք հեռախոսը համարը նաև տեսնում եք այստեղ, կարող եք այցելեք, կվերադառնա։ 60 տարեկան մեկ անձնավորություն պարկանում է, բոլորը այս երկրում պարկացած են, ուրեմն դուք էլ նայեք, եթե պարկացել եք, ինչու բար։ Ամենայն դեպս այս պարկանում այս անձնավորություն գնում է Սենեգալ, այսպես հրեաների այստեղ աղոթատեղին գնում է եւ սա տեղի ունենում իհարկե Ջաքսոն, Միսիսիփի քաղաքում։ Հետաքրքիր է, քիչ հետո պիտի ցույց այս անձնավորությունը, տեսնում եք, բերում է նավթ կամ բենզին այդտեղ լցում է ու հրդեհում է այս Սենեգալը, տեսնում եք, տեսեք ինչ վիճակի է վերում այդ աղոթատեղին, տեսեք այս վիճակի է հիմա։ Mississippi, Senegal, United States of America ձերբակալում են այս մարդունը, Stephen Spencer Pittman։ Ինչու ասում է սա այս հրեաների Սենեգալը սատանաների կենտրոնն էր։ Այս Սենեգալը առաջի անգամ չի որ հրդեհում, 60 տարի առաջ էլի հրդեհերն էին։ Սա 60 տարի առաջ մեկ ուրիշ անձնավորություն հրդեհերն էր այդ նույն հրեաների աղոթատեղին, այսպես տեսնում եք, ամենայն դեպս իրեն ձերբակալել են անձնավորությունը եւ պիտի դատի տրվի։ Այստեղ տեսնում եք։ Ես հիմա ուզում եմ խոսել երկրների պաշարի մասին, ինչու Վենեսուելան այսպես կարևոր էր։ Նախագահ ասում եմ մենք կվաճառենք նավթը Վենեսուելայի եւ Ամերիկան եւ կբաժանեն, շահը կբաժանեն իրենց մեջ։ Հիմա տեսենք, որ երկրները ամենամեծ պաշարը ունեն նավթի։ Եթե հիմա այստեղ ցույց տամ, oil reserves by country, տեսնում եք։ Վենեսուելան 303 billion barrels, ուրեմն տակառ, միլիարդ տակառ նավթ ունի դեռ այդ երկրի
հողատարածքում գոյություն ունի, այսինքն ամենա դրա համար շատ կարևոր է Վենեսուելան։ Հիմա ExxonMobil-ի նախագահ ասաց, բայց իրենք այդտեղ են եղել երկու անգամ իրենց ExxonMobil, որ ամենամեծ նավթի ընկերությունը դուրս էին հանել։ Վերջին ժամանակ, երբ որ նախագահան բոլոր այս նավթի ընկերության ղեկավարներին հավաքել էր, ExxonMobil-ի նախագահը ասաց, որ սա հեշտությամբ տեղի չունենալու, մենք կմասնակցենք։ Նախ պետք է ապահովություն լինի, որ մենք երկու անգամ մեծ կորուստ ենք ունեցել, մենք ինչ որ ունեցել ենք վերցրել են մեզ երկրից վտարել են եւ այնքան հին է, այնքան այդ խողովակը, փամփը, ամեն ինչ սարքավորում, որտեղ պաշարված էր Վենեսուելան, չէր կարողանում դրսից նորոգումներ մտցնել այդտեղ, ուրեմն ասում են տարիներ կտևի, առնվազն 10 տարի կտևի, մինչև կարողանանք արտահանենք նավթը։ Նախագահ Թրամփը բարկացավ այդ իր արտահայտությունների վրա, այսօր ասաց, որ ExxonMobil-ը չի կարող Վենեսուելա մաս կազմի այս նավթի արտահանման մեջ չի կարող։ Ամենայն դեպս երկրորդ երկիրը Սաուդի Արաբիա, տեսնում եք 267 բիլիոն կամ միլիարդ տակառ նավթ ունի, Իրանը երրորդ տեղում է գտնվում, այստեղ տեսնում եք 209 բիլիոն բարել, Կանադան մեր հյուսիսային երկիրը 163 ունի, այստեղ տեսնում եք Իրաքը, այստեղ կա UAE, United Arab Emirates ունի, Քուվեյթը տեսեք իր պաշար ինչ որ ունի, Ռուսաստանը միշտ ասում են շատ նավթի պաշարներ ունի, բայց տեսնում եք թեև աշխարհի ամենամեծ տարածք ունի Ռուսաստանը, բայց տեսեք քանի երկիր իրենից ավել նավթ ունի, քանի կարող է շատ փոքր լինի, ինչպես Քուվեյթը շատ փոքրիկ երկիր է։ Եվ այսպես տեսնում եք Լիբիան, որը այդ պատճառով էր ինչ ներս մտան Լիբիա, նավթը միշտ պատճառ է դառնում եւ հիմա այդ երկիրը Մամար Ղադաֆին տապալեցին, երկիրը բաժանված է, մինչ հիմա խռովություն ու դժվարություն կա այդ երկրում։ Սա ընդհանուր պատկեր ուզեցի ցես տալ։ Ես պիտի դադարվեցնեմ, երբ վերադառնամ Տաթարից, արջի մասին պիտի խոսեմ, որ ամիսներ առաջ իրեն տեղափոխեցին, տեսեք որտեղ էր ուր տարին ծրագիրը հովանավորում է դոկտոր Իբրահիմը հովանավորում է ծրագիրը։ Սա բժիշկ մասն է, եթե ձեր ոտքի թաթի վրա վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, անպայման զանգարեք, ժամադրություն վերցրեք։ Իր գրասենյակները գտնվում են Orange County-ում, Commerce Encino Glendale-ում, Glendale-ում 616 East Glenox փողոցի վրա է։ Սոնաֆետարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, սոնաֆետարեցների կենտրոնը ձեզ իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ձեզ կտանեն, ու հետո կվերադարձնեն ամեն օր։ Զանգարեք հավելյալ տեղեկությունների համար։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը, Jackpot-ը գտնվում է հիմա Pacific փողոցի վրա Glendale-ում, կոշիկ, հագուստներ, շապիկներ, մանավանդ կանանց համար հագուստներ շատ ունեն, պայուսակ շատ կա այնտեղ, որոշը արտասահմանից բերված, տեսնում եք կոշիկները, որ խիստ գինի իջեցրել են, որովհետև որ մտնեք կտեսնեք տեղ չկա, այնքան ապրանք է շարված այդտեղ։ Անաշը Gift-ն է հովանավորում ծրագիրը, ձեզ առաջարկում այս չափերն է առաջարկում, որ ուզում եք նայեք սրա ճիշտ նույն այս ընկերության արտադրանք ամենտեղ $45 եւ այդպես է իրենք 1999 են առաջարկում Glenox փողոցի վրա է այցելեք կվերադառնա։ Ռուսաստանը ռմբակոծում է արդեն 2022 թվականի փետրվարից, իսկ ամիսներ առաջ, այսինքն անցյալ տարվա մեջ, նաև ռմբակոծեց մի քաղաք, որ մի այնտեղ կազանանոց կար, բոլոր կենդանիները մահանում են, բացի այս մեկ արջը։ Բայց վիրավորում է արջը, այստեղ տեսնում եք արջին, որ իրեն հիմա ամիսներ առաջ իհարկե տեղափոխել են եվրոպական երկրներ, այնտեղ հիմա են կազանանոցում այսպես ման է գալիս
իրեն բժշկական եւ ուրիշ հոգ են տանում այս արջին, որպեսզի կարողանա գիտեք արջը այն կենթանիներից է, որ կորուստի արջև է նաեւ եւ այսպես հոգ են տանում այս արջին։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, միշտ նոր հանդիպում։